թվականի մարտի վերջերին սիրիական ընդդիմության ահաբեկչական ջոկատները Թուրքիայի տարածքից հարձակում գործեցին հայաբնակ Քեսաբի վրա։ Ապրիլի 6-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն Սիրիայի պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար։ Սքո արարողության վերջում վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դիմեց հանրությանը։ Այսօր մեր երիտասարդությունը Թբիլիսիի կազմակերպված կերպով պիտի իր ձայնը բարձրացնի ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Թուրքիայի դեսպանատան արտաճ, որպեսզի աշխարհը ունկնդիր լինի մեր ժողովրդի ցավին ու վշտին եւ նպաստի, որ դադարեցվի բռնությունը Սիրիայում եւ այդ տառապած երկրում նորից խաղաղություն գա եւ մեր ժողովուրդը կարողանա շարունակել իր ստեղծարար կյանքը։ Թող Աստված օրհնի մեր ժողովրդին բոլոր անկյուններում եւ իմանան, որ ոչ ոք միայնակ չէ։ Վիրահայոց թեմի հայարտուն կենտրոնի Վրաստանի հայ համայնքի Թբիլիսիի հայերի վեհաժողովի նախաձեռնությամբ հայերից կազմված խումբը հոգևոր հայր Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենք։ Բողոքի ցույցի մասնակիցները Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշներով եւ պաստառներով զինված պահանջեցին դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները եւ պատասխանատվության ենթարկել Թուրքիային Քեսաբի եւ հարակից շրջանների վրա հարձակված խմբավորումներին աջակցության համար։ Քեսաբայությունը երկու անգամ ցեղասպան է եղել։ 1909 թվականի եւ 1915 թվականի ցեղասպանությունն է տեսել Քեսափենց քաղաքը եւ բնակչությունը Քեսաբի եւ շրջակա գյուղերի։ Եվ սա արդեն մենք տեսանք, որ արդեն գալիս է ինչ որ պատմությունը կրկնվում է եւ արդեն երրորդ անգամ Քեսաբայությունը լքում է, թողնում է իր բնորանը հազարամյակներով որտեղ ապրում էր եւ կառուցել էր ամեն ինչը, թողել գնացել այսօրվա օրը։ Եվ մեր հիմնական նպատակն է, որ այսպես սա ամբողջ աշխարհին, համայն աշխարհին դիմենք, որպեսզի դադարեցնեն այդ ամեն ինչը։ Ցույցի մասնակիցները փոխանցեցին ՄԱԿ-ին ուղղված դիմումը ստորագրված Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների կողմից։ Քաղաքի կենտրոնական Ճավճավաձե պողոտայով քայլերթով բողոքի մասնակիցները հասան Թուրքիայի դեսպանատուն։ Նրանց ձեռքերում էին «Պահպանենք Քեսաբը», «Դադարեցրեք հանցագործ գործողությունները Քեսաբի դեմ» տարբեր լեզուներով պաստառներ, ինչպես նաև հանրության կողմից հնչեց «Թուրքիա, հրաժարվիր հայերի ցեղասպանական քաղաքականությունից» պահանջը։ Շատ ցավում եմ, որ 21-րդ դարի սկզբին էլ կրկնվում է այն, ինչ 20-րդ դարի սկիզբն անցավ մեր նախնիները։ Վերքերը դեռ չեն բուժվել, դեռ ցավում են ու նոր վերքեր են առաջանում հայ ազգի պատմության մեջ էլի արյունով պատմություն է գրվում, մեր հայ ժողովուրդը էլի տառապում է, իրենց տանը էլի կոտորում են մեր ժողովրդին։ Ինչքան պիտի մեր ժողովուրդը տեգերի, ինչքան պետք է ստեղծագործի ու այդ բարբարոսներ ինչքան պիտի ջարդեն ու ներ այս ժամանակակից, որ ասեմ, քաղաքակիրթ ժողովուրդը լուր նայի, թե ինչպես են մեզ ոչնչացնում, ուր են նայում, ինչին են հույս դնում։ Ես բոլորին կոչ եմ անում չէ ասել այս բոլոր անիրավություններին մեկ եւ ընդմիշտ կանխել։ Պահենք Քեսաբը կարգախոսով վիրահայության բողոքի գործողությանը մասնակցում էր շուրջ 250 մարդ։